Լսում եմ ձեզ։ Չէ, դեռ չենք ավարտել, դեռ 10 րոպե ունի երրորդ անձը։ Բարձր դատարան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյան, հաշվի առնելով բարձր դատարան վրա ստացած 40 րոպեի ընթացքում պետք է անդրադառնանք ընդհանուր 280 րոպե ելույթ ունեցած գործընկերների ելույթներին, խնդրեմ ամեն դեպքում հնարավորության դեպքում մի փոքր ավելի շատ թույլ տալ ելույթ ունենալ։ Ես կուզեմ անդրադառնալ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի ելույթին, մասնավորապես 4% անցողիկ շեմի ընտրական հանձնաժողովի կայացված որոշման համատեքստում։ Նախ առաջինը ինչ կուզեմ նշել, դա այն է, որ անճշտությունների մասով գործընկերոջ հակասահմանադրականության հարցը բարձրացնել է, այսինքն անճշտությունների թիվը, որ պետք է ներառվի, այսինքն ներողություն չպետք է ավելի ճիշտ ներառվի հաշվարկի մեջ, իմ կարծիքով ակնհայտ է դարձնում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար առնվազն ակնհայտ է, որ գործող կարգավորումների պայմաններում որևէ հաշվարկ, այսինքն ընտրական օրենսգրքի կիրառման արդյունքում իրենց կողմից 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված։ Մասնավորապես այս գործընթացի հետ կապված կուզեմ ընդգծել հետևյալը, որ հստակ պետք է տարբերակել այդ ընտրատեղամասերի ազդեցությունը երկու մասշտաբով։ Նախ տեղամասային, հենց տեղամասի մասշտաբով եւ ապա ամբողջ ընտրությունների մասշտաբով, որովհետեւ ներկայացուցիչն իր խոսքում առնվազն 2 անգամ նշեց, որ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովն է արձանագրել, որ ազդեցություն եղել է, ճիշտ է արձանագրում, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրվել է խախտման ազդեցությունը տեղամասի մասշտաբով։ Չի արձանագրվել խախտման ազդեցությունը արդյունքների վրա ամբողջ ընտրությունների մասշտաբով եւ այս երկուսը պետք է իրարից հստակ տարբերակել։ Այժմ ուզում եմ անդրադառնալ կոնկրետ ինչ տրամաբանություն է նախատեսված մեր ընտրական օրենսգրքով ըստիս եւ սահմանադրությամբ, առաջին հերթին, երբ արձանագրվում է խախտումը եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս դեպքում հանգում է գնահատականի, որ խախտումները ունեցել են այնպիսի մասշտաբ, որ էապես ազդել են տեղամասի արդյունքների վրա, այդ պահից սկսած, երբ որ անվավեր է ճանաչվում համապատասխան տեղամասի արդյունքները, մենք այլևս չենք կարող ինչ-որ հիպոթետիկ դատողություններ անենք, թե որ ուժը քանի ձայն ուներ եւ օրինակ այդ ձայները եթե պահպանվեին, շեմը կհաղթահարվեր, թե ոչ, որովհետեւ որոշման կայացման հենց հիմքը այն է, որ այդ տեղամասը այդ խախտումների բերումով այլևս ալիգորիկ ասեմ սև արկղ է, այսինքն որևէ ուժի ձայների քանակ մենք այլևս այդ տեղամասից մեզ հայտնի չէ։ Հանուն արդարության նշեմ, որ կարող էր հիպոթետիկ լինել իրավիճակ, երբ որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության հայց մեր օրինակի վրա վերցնեմ ձայների քանակը կլիներ այնքան, որ մենք կարող էինք կոնկրետ, քանի որ տվյալ դեպքում խախտումը կայացել է նրանում, որ ժամը 8-ից հետո տեղամաս մուտք են գործել ընտրողներ եւ քվեարկել են, հնարավոր կլիներ հաշվարկել, օրինակ ժամը 8-ի դրությամբ արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չնայած խախտումներին ունեցել է բավարար ձայներ, թե ոչ։ Բերեմ այդ հիպոթետիկ օրինակը եւ հետո հասկանանք ինչ ունենք իրականում։ Պատկերացնենք, որ
Բարգավաճ Հայաստան կուսակցության զայրերի քանակը արձանագրության այդ տեղամասերում համապատասխանաբար կազմել է 131 ձայն առաջին տեղամասում, 1051-ում եւ 82 ձայն 35-65-ում։ Այսինքն հանրագումարում մենք ունենք 415 ընտրող, որոնց քվեարկությունը կենտրոնական դրական հանձնաժողովի որոշման դիտվել է ապօրինի, ընտրական կարգի խախտման, եւ ունենք արձանագրված 213 ձայն այդ երկու տեղամասում առկա արձանագրություններով։ Ոչ մի երաշխիք չկա եւ ոչ մեկ չի կարող հաստատապես պնդել, որ եթե տեղամասերը պատշաճ կարգով փակվեին եւ ընտրողների մուտքը արգելվեր ժամը 20:00-ից հետո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ տեղամասերում գեթ 1 ձայն կունենար։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ հնարավոր չէ պնդել նաև հակառակը, եւ հենց այս իրավիճակն է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ սև արկղի հետ, այսպես ասած, գործ ունենք այդ տեղամասերի դեպքում, եւ այդ պահից սկսած արդեն այդ տեղամասերի ձայնը հաշվարկվում է որպես անհայտ, եւ արդեն ազդեցությունը պետք է գնահատվի հետեւյալ տրամաբանությամբ։ Իսկ եթե այդ տեղամասերը անվավեր չճանաչվեին եւ չավելանար անճշտությունների թիվը, արկա անճշտությունների թվի պայմաններում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կհաղթահարեր 4%-ի շեմը, թե ոչ։ Եվ քանի որ տվյալ դեպքում մինչ այդ արկա արդեն իսկ 936 անճշտությունների, եթե չեմ սխալվում, դեպքում անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չէր հաղթահարում շեմը, ըստ այդմ այս տեղամասերի անվավեր ճանաչումը, ինչպես պնդել է իրավացիորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չի ազդել ընտրությունների արդյունքների վրա, մասնավորապես ուժերից մեկի շեմը հաղթահարել չհաղթահարելու մասով։ Հատկանշական է նաև բարձր դատարան, որ վարչական դատարանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելիս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ըստ էության ֆորմալ տեսանկյունից է վիճարկել որոշումը, նշելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չուներ իրավասություն անվավեր ճանաչելու նշված տեղամասի արդյունքները։ Բովանդակային առումով պնդում, որ համապատասխան էական ազդեցության շեմը խախտումները չեն հաղթահարել, առնվազն իմ ուսումնասիրածով պնդում չի կատարվել, անգամ եթե կատարվեր, փաստը մնում է փաստ, որ վարչական դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները թողել է ուժի մեջ եւ սույն դատարանի, ինչպես հենց բուն բարձր դատարանը նախկինում իր նշված ընդունված որոշումներով նշել է, իրավասությունների շրջանակներից դուրս է վարչական դատարանի որոշումների վենանայումը։ Մեկ այլ հանգամանք բարձր դատարան, որը կուզեմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, դա այն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության արգելի ներկայացուցիչը մի քանի անգամ իր ելույթում նշեց, որ որևէ կուսակցություն չի կարող կրել բացասական հետևանքներ պետության կողմից պրոցեսի ոչ պատշաճ կազմակերպման արդյունքում։ Ես ուզում եմ հիշեցնել բոլորիս բարձր դատարան, որ ըստ էության այն խախտումները, որոնց մասին խոսում ենք, եւ ընդհանուր ընտրական տեղամասում, տեղամասային կենտրոնում ընտրական գործընթացի պատասխանատուն տեղամասային ընտրական հանձնաժողովն է, որը բաղկացած է 8 անդամից, որից 4-ը նշանակվում են գործող խորհրդարանում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից, այսինքն իշխանության կողմից նշանակվում են ընդամենը 2-ը, եւս 2-ը նշանակվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, այսինքն ընդհանուր առմամբ ասել, որ ավելի շատ ներկայացվածություն է ունեցել գործող իշխող կուսակցությունը կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները չի կարելի, ըստ այդմ պետությանը վերագրել կամ պետական ինստիտուտներին, մարմիններին ֆորմալ առումով այդ ոչ պատշաճ կազմակերպումը այդպիսին լինել դեպքում կարծում եմ արդարացված չէ։ Պարոն Գրիգորյան, ձեր հիմնական ժամանակը ավարտվեց։ Բարձր դատարան, ճիշտն ասած, երկրորդ հատվածը ունեմ ելույթի, բայց եթե Չէ, մոտավորապես 10 րոպե կբավարարի բարձր դատարան։ Մոտ ավանդույթ է, 10 րոպեն ավելացնում ենք։ Շնորհակալություն։ Բարձր դատարան, ես երկրորդ հատվածը ելույթից, որը նույն թեմային է վերաբերվում, կառուցում եմ այն տրամաբանության մեջ, որ չհակասելով առաջին մասին, եթե այնուամենայնիվ բարձր դատարանի կողմից կդիտարկվի, որ այլ տրամաբանությամբ պետք է օրինակ ընտրությունների վրա ազդեցություն այս տեղամասերի հաշվարկվի եւ այլն, եւ օրինակ դատարանը այնուամենայնիվ գա այն եզրահանգմանը, որ ունեցել են գործ խախտումների հետ, որոնք կարող էին ազդել ընտրությունների, ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա, ես կուզեմ, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունների իրավաչափությունը նաև դիտարկվի հետևյալ տրամաբանության մեջ։ Այո, բնականաբար
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը սովորական օրենքներից ավելի բարձր իրավական ուժ ունի, բայց բնականաբար ավելի ցածր իրավական ուժ ունի, քան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ըստ էության ուրվագծելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի մանդատը նշում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն 194 հոդվածի առաջին մասով կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ։ Հիմա, եթե ուզում ենք բացահայտել առաջին հերթին այս օրինականության ծավալի մեջ ինչ դրույթներ են, ինչ բովանդակություն է մտնում, կարծում եմ առաջին հերթին այդ բովանդակության մեջ սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված ազգային ժողովի եւ համայնքների հավաքականների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ։ Այսինքն առաջնային մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի հենց առաջին հերթին սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված այս չափանիշների պահպանման ուղղված գործունեություն իրականացնելն է։ Եվ եթե անգամ դիտարկենք, չնայած ես կարծում եմ ելույթիս առաջին մասի արգումենտները հաշվի առնելով այդպես չպետք է դիտարկենք, բայց եթե դիտարկենք, որ գործ ունեցել ենք այնուամենայնիվ ընտրության արդյունքների վրա ազդեցություն գործող խախտումների հետ, պետք է մոտենանք հետևյալ տրամաբանությամբ։ Իմ կարծիքով բարձր դատարան այն պահից սկսած, երբ որ կոնկրետ տեղամասում արձանագրվում են խախտումներ, երբ որ դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ դրանք ոչ թե ուղղակի ինչ-որ խախտումներ են, այլ այնպիսի խախտումներ են, որոնք ազդել են էականորեն կամ կարող էին ազդել տեղամասի արդյունքների վրա եւ անվավեր է ճանաչել, մենք պետքա մոռանանք մի իրավիճակ, որում կարող ենք ամբողջությամբ այս վատ իրավիճակը վերականգնել։ Այսինքն, եթե ալեգորիկ կամ անալոգիկ կարգով ասեմ, ոնց որ գործընկերներ այսօր ասում էին, գործ ունենք ջարդված բաժակի հետ, որը ինչ ջանքեր ուզում է գործադրենք, ինքը չի վերականգնվելու այն վիճակի, որ կլիներ, եթե այդ բոլոր խախտումները եւ ԿԸՀ որոշումը չլիներ։ Հետևաբար, այդ պահից սկսած բարձր դատարան կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գործի եւ որոշում կայացնի հօգուտ այն տրամաբանության, որը առավել քիչ է հերվածնում իրավիճակը լեգիտիմ եւ սահմանադրությամբ նախատեսված հավասար ազատ ընտրություններից, այսպես ասած։ Հիմա գործընկերները ասում են, որ այն պահից սկսած ըստ ընտրական օրենսգրքի եւ արձանագրվել է, որ կամ պետք է արձանագրվեր, որ գործ ունենք խախտումների հետ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ էության ուներ երկու ճանապարհ, կամ լոկալ, կոնկրետ տեղամասային վերաքվեարկություն նշանակեր, կամ եթե դրանով հնարավոր չէր լինելու վերականգնել իրավիճակը, ընդհանուր համապետական բոլոր տեղամասերում վերաքվեարկություն նշանակեր։ Կարծում եմ, որ թե առաջին ձևաչափը, թե երկրորդ ձևաչափը բարձր դատարան ավելի շատ կհերվածներ մեզ այն սահմանադրությամբ նախատեսված ազատ եւ հավասար ընտրություններից, կամ անգամ այդ պայմաններում վերաքվեարկություն չնշանակելը։ Տակտիկական քվեարկության մասով արդեն կոնկրետ տեղամասի մակարդակով նշվեց, եւ ես կարծում եմ շատ ակնհայտ է, որ տվյալ դեպքում մենք գործ ենք ունենալու տակտիկական քվեարկության հետ, եթե այդ վերաքվեարկությունը նշանակվեր, իդեպ թյուր տպավորություն կա կարծես թե, որ տակտիկական քվեարկության հետ գործ չենք ունենա, ըստ գործընկերների պնդման, եթե համապետական մակարդակով վերաքվեարկություն նշանակվեր, մինչդեռ այդ ժամանակ ուղղակի խնդիր էինք ունենալու համապետական մակարդակով տակտիկական քվեարկության հետ, որտեղ ընտրողները վերաքվեարկության գնալով բոլոր տեղամասեր, արդեն իրենց համար ակնհայտ է լինելու, որ ուժերն են, որ բոլորովին վերջերս տեղի ունեցած ընտրությունների պայմաններում անգամ մոտ չէին անցողիկ շեմի հաղթահարմանը եւ բնականաբար տեղի ունենալու մի տրամաբանություն, որ այդ ուժերը ինչքան ձայն հավաքել էր, այդ ուժերը, այդ ձայները ամենայն հավանականությամբ բաշխվելու էր շեմը հաղթահարած եւ արդեն հայտնի, որ շեմը հաղթահարում են կամ դրան մոտ կուսակցությունների եւ դաշինքների միջև, ասեմ ավելին, առնվազն հանրային տիրույթում կուսակցություններից մեկը մասնակից հայտարարել է, որ ինքը ինքնալուծարվում է։ Խոսքը գնում է երկրորդ համար բոլորին դեմ եմ կուսակցության մասին, չգիտեմ դեռ այդ գործընթացը ավարտին հասցվել է թե ոչ, բայց ինչպես ենք պատկերացնում, որ կատարվելու է օրինակ ընտրական օրենսգրքի այն հրամայականը, որ վերաքվեարկության դեպքում բոլոր նույն ուժերի միջև պետք է վերաքվեարկություն իրականացվի, եթե օրինակ ուժերից մեկը պարզապես չլինի, 18 ուժերից ունենանք 17-ը։ Այսինքն ակնհայտորեն բարձր դատարան
այս բոլոր դեպքերում, թե տեղամասային մակարդակում վերաքվեարկության դեպքում, թե ուրեմն համապատասխանաբար համապետական մասշտաբով վերաքվեարկության դեպքում, ես կարծում եմ, որ առավել շատ մենք կհեռվանայինք համապատասխանաբար հավասար, մասնավորապես հավասար ընտրություններից, եւ մի բան էլ եմ ուզում ասել, որ տակտիկական քվեարկության փաստակներին, որոնք հնչել են հանրային տիրույթում, ես հիմա չեմ հիշի գործընկերներից ով դիմումատուներից, բայց նշեց, որ ըստ էության, եթե այդպես է մեկնաբանվում, միշտ էլ լինելու է տակտիկական քվեարկություն, այսինքն այդ դրույթը այդ դեպքում իմաստազուրկ է եւ փաստորեն չկա դեպք, որ այդ դրույթը կիրառվելու է։ Ես այդ դիրքորոշման հետ համաձայն չեմ եւ կարող եմ առնվազն երկու դեպք նկարագրել, թե որ դեպքում վերաքվեարկության դեպքում առնվազն առանձին տեղամասում մենք գործ չենք ունենա տակտիկական քվեարկության հետ։ Բոլորս գիտենք, որ օրինակ դիվանագետ պաշտոնյաները կամ համապատասխան աստիճան ունեցող պաշտոնյաները չեն քվեարկում հենց ընտրությունների օրը, այս դեպքում հունիսի 7-ին, իրենք քվեարկել են ավելի վաղ, եթե չեմ սխալվում, մայիսի վերջին օրերին, 29-ին թե 30-ին։ Եվ տակտիկական քվեարկության բնորոշումը, որ մենք ուսումնասիրում ենք նաև գրականության մեջ, տակտիկական քվեարկությունը այն ժամանակ, երբ ընտրողը իր վերաքվեարկությունն իրականացնելիս արդեն գիտի ընդհանուր պատկերը։ Օրինակ, եթե երևակայենք, որ դիվանագետների քվեարկության գործընթացում լիներ այնպիսի խախտում, որ կբերեր նրան, որ պետք էր իրենց մասով անվավեր ճանաչել, իրանց դեպքում վերաքվեարկությունը մինչև հունիսի 7-ը խնդիր չէր առաջացնի տեսականորեն, որովհետև իրենք ընդհանուր պատկերը չէին իմանալու եւ գտնվելու են ճիշտ նույն իրավիճակում, ինչ գտնվել են սկզբնական քվեարկության ժամանակ։ Երկրորդ տարբերակը, բարձր դատարան, եթե հանկարծ այնպես է ստացվում, իհարկե էլի ոչ ցանկալի իրավիճակ է, եթե չափից շատ տեղամասերում միաժամանակ վերաքվեարկության անհրաժեշտություն է առաջանում եւ այլևս անհնար է հաշվել, թե որ ուժին կողմ կամ դեմ ավելի ճիշտ կողմ քվեարկելով տվյալ դեպքում դու կնպաստես նրա խորհրդարան անցնելուն կամ չանցնելուն։ Այսինքն, եթե ունենայինք իրավիճակ, որ անորոշությունը դեռ պահպանվում է վերաքվեարկության պայմաններում, հնարավոր կլիներ վերաքվեարկություն ունենալ եւ չունենալ տակտիկական քվեարկություն։ Եվ ամփոփելով բարձր դատարան, ես կարծում եմ, որ սույն դատարանի առջև այսօր դրված չէ ընտրական գործընթացում առանձին իրավախախտումների առկայության հարցը, դատարանի առջև, բարձր դատարանի առջև դրված է ժողովրդի ազատ կամ արտահայտության սահմանադրական պաշտպանության հարցը, եւ հենց այդ չափանիշով էլ մենք մեր համոզմամբ սույն դիմումները ենթակա են մերժման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք արձանագրենք, որ բացատրություններ տալու փուլը անցանք, հարգելի գործընկերներ։ Միջնորդություն մենք ունեցել ենք։ Տիկին Ջուլակյան, դուք ձեր բացատրության մեջ արտահայտվեցիք հետևյալ կերպ՝ միջնորդում եմ եւ խնդրեցիք